Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է, այս մասին հայտում է Գազպրոմ Արմենիայի մամուլի ծառայությունը։ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում գտնվող Հյուսիսային Կովկաս, Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային վերանորոգման աշխատանքների իրականացման համար մատակարարումները ժամանակավորապես դադարեցվել էին սեպտեմբերի 15-ից սկսած։ Ընկերությունը պարզաբանել է, որ վերանորոգման աշխատանքները ավարտվել են եւ նախանշված ժամկետից շուտ է դա տեղի ունեցել։ Այսօր Լրանում է Ստեփանակերտում ողբերգական պայթունի երկրորդ տարելիցը։ 2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղակայված բենզինի պահեստում տեղի ունեցած պայթունը 219 հոգու կյանք խլեց, շուրջ 300 հոգի վիրավորում ստացան, 22 հոգի անհետ կորած է։ Մինչ օրս գործով որևէ մեղադրյալ չկա, քննչական կոմիտեից հայտում են, որ քրեական բարույթի նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, մասնավորապես քննության է առնվում պայթունի պատճառների բացահայտման ուղղությամբ, նշանակվել է նաև դատա հրդեհատեխնիկական եւ դատապայթունատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Հունական Միկոնոս կղզում տեղի ունեցած հայկական հարսանիքի տեսանյութը լայն տարածում է ստանում համացանցում Հարսնոփեսյան, Արմեն Բադալյանը եւ Դիանա Մելիքսեցյանը հայկական բարձր երաժշտության զուռնեի ու դհոլի ներքո քայլել են ամբողջ կղզով։ Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները միացել են տոնին պարել ու լուսանկարվել, բայց առ ու աղմուկոտ տոնակատարությունն իսկական իրարանցում է առաջացրել փոքրիկ կղզում, իսկ տոնի տեսանյութը արագորեն տարածվում է համացանցում։ ՆԳՆ փրկարարծառայությունից հայտում են, որ սեպտեմբերի 25-ին ժամը 15:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն զանգեստացվել, որ հրդեհ է բռնկվել Յուրեղավան քաղաքի գործարաններից մեկում, դեպքի վայր են մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվում են արկղեր եւ տարաներ։